այս արտահայտության համար իրենց քթի զապրավկի փողը ունենային, շնորհակալություն։ Սոնա Ղազարյան։ Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ եւ մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, այսօր ես նույնպես ստիպված եմ արձագանքել անդիմության մի քանի դիտարկումներին կամ ելույթներին եւ կսկսեմ Տիկին Մկրտչյանի ելույթով։ Ես կարծում եմ եւ ընտրության հնարավորություն եմ տալիս Տիկին Մկրտչյանին ընտրել։ Ինքը կամ ընկալման խնդիրներ ունի, կամ ուղղակի ստախոս մանիպուլատոր է, որովհետեւ վարչապետը երբևէ որևէ ելույթում, որևէ առիթով չի հերքել պատմական իրողությունները, ցեղասպանությունը եւ ընդամենը առաջարկել է հանրությանը քննարկել, թե որ պահից հայաստանցիներին, հայերին թույլ տրվեց խոսել ցեղասպանության մասին որպես պատմական իրողություն։ Տիկին Մկրտչյան, կամ լսել չեք հասկացել, կամ տիպիկ մանիպուլատոր եք։ Տիկին Վարդանյանն ասում եմ, սիրելի քաղաքացիներ, այսուհետ գնդակը ձեր դաշտում է։ Այո, Տիկին Վարդանյան, հանրության դաշտում է գնդակը, որովհետև սա ժողովրդավար երկիր է։ Բայց եթե չեք նկատել, այդ գնդակով ձեզ հետ խաղալ ոչ ոք տևական ժամանակ չի ուզում։ Ամառ ձմեռ գնդակները ձեռքներից դուրս է գալիս հանրության հետ եւ սպասում, որ ձեր հետ գոնե ինչ-որ մեկը կխաղա։ Գնդակը հանրության դաշտում է եւ նրանք արձագանքում են մեզ։ Արձագանքում են օրինակ խաղաղության օրակարգին, աջակցում են մեր ռեֆորմներին, միանում են, սատարում են, վարչապետին դիտարկումներ են ուղարկում եւ տեղի ունենում հանրության հետ, այսպես ասած, գնդակների, մտքերի փոխանակում։ Եվ սա ձեզ համար իհարկե ընկալելի չէ։ Պարոն Աբրահամյանը իրեն հատուկ տնայնությամբ այսօր կրկին փորձում էր ինչ-որ բաներ գուժել այստեղ, ցավում եմ, որ օրինակ օրվա առաջին մասին ներկա չեղավ քննարկման եւ տեղյակ չէ, որ օրինակ 2018-ի նկատմամբ 2024 թվականի բյուջեն 3.3 միլիարդ դոլարով ավել է, որ 24 թվականին ձեր իսկ թողած տնտեսությունը 43.5, գրեթե 50%-ով ավելի մեծ է 24 թվականին։ Սա դուք չեք նկատի, որովհետեւ դուք երբևէ որևէ պահին Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկմամբ չեք զբաղվել։ Ասում եք խոստացել ենք խաղաղություն, ստանում ենք պատերազմ, ամենևին։ Ուզում եմ նկատենք մենք բոլորս, որ չնայած ընդդիմության ջանքերի թերագնահատելու այն, ինչ ունի Հայաստանն ու Ադրբեջանը այս պահին, դա ամենևին պատերազմ չի։ Դա խաղաղության համաձայնեցված տեքստ է։ Երկու պետությունների խորհրդարանների եւ նախագահների կողմից վավերացված սահմանազատման եւ սահմանագծման աշխատակարգն է։ Եվ սա մենք ձեզ թույլ չենք տալու թերագնահատել։ Եվ ես կարծում եմ, որ այս տնտեսական հաջողությունները հնարավոր են դարձել միայն այն միջավայրի շնորհիվ, որը անհոգնել Հայաստանի Հանրապետության իշխանությունները, գործող իշխանությունները փորձում են ապահովել։ Շնորհակալություն։ Մի բան էլ ես ավելացնեմ, պարոն Աբրահամյանը հանդգնում է արտագաղթից խոսա, այն դեպքում, երբ որ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին Հայաստանից հեռացել է ավելի քան 300,000 մարդ։ Ամեն 10